շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, տարվա մեր առաջին եթերն է և տարին սկսվեց այսպես, Նիկոլ Փաշինյանը տեսա Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու անհասկանալի ծիսակարգի մասնակցելուց հետո տիրադավ Անուշավան Ժամկոսյանի կողմից իրականացվող, ինքը իր տիկինը մի քանի պաշտոնյաներով, ԿՊԱ-ականներով, այսպես վարչական խայտարակ ռեսուրսներ կիրառելով օգտագործելով իրենք մաքսիմում 2000 մարդ են կարողացել հավաքել, շարժվեցին դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ Նիկոլ Փաշինյանը բեմից հավաքել են իր համար բեմ, ներողություն խնդրեց Հիսուս Քրիստոսից, որ նրան մենակ է թողել, մենակ չես, սկսեց վիշուն պահին իշել իրենց նախկին երգերից մեկը երգել, ու հետո նաև այսօր ինչ է ասել, ըստ էության բացահայտել է 2001 րոպե ավելի կոնկրետ։ Ինչ վերաբերում է Սուրբ Ծննդյան ուխտերթին, ես կարծում եմ, որ այն բավական մարդաշատ է, այնտեղ կային պետական պաշտոնյաներ, քաղաքացիներ, կային զոհվածի մայրեր, մարզերի բնակիչներ։ Մարդիկ կային արտերկրից են եկել, որպեսզի մասնակցեն այդ երթին։ Ինչն է հատկանշական, այո, այնտեղ կային զոհվածի մայր, օրինակ մեկը Տիկին Գոհարը, որը իր ամենաթանկն է տվել մեր հայրենիքին, գոռում էր Նիկոլ Փաշինյանի երեսին, այն ինչ որ իրենք կան, ավելին վայրերը գոռում էին, որպեսզի փակեն այդ դռները եկեղեցու, որպեսզի դրսից իրենց համար լսելի չլինի Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Ահա այսպես էին զոհվածի մայրերը արձագանքում Նիկոլ Փաշինյանին այդ օրը։ Եվ ինչ է ասում այսօր Նիկոլ Փաշինյանը, համեցեք։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, իսկապես շատ ցավալի է, բայց մենք ունենք այն ինչ ունենք եւ այդ Նիկոլ Փաշինյանը իր այսօրվա խոսքում հստակ խոստովանեց, որ այո, իր կազմակերպած ուխտերթի ժամանակ մասնակցել են երկրի պաշտոնյաները։ Սա իր գործելավոճն է, սա իր հնարավորությունների սահմանն է, ինքը ուրիշ բան չի, ինքը պարզապես խոստովանել է, որ այդ մասնակիցների մեծ մասը պաշտոնյաներ էին։ Հիմա եթե այդ պաշտոնյաները այդպես քրիստոնեության հավատարմությունն էին ուխտերթով արտահայտում, այդ պաշտոնյաները այդպես եկեղեցու հավատարմությունն էին այդ ուխտերթի մասնակցությամբ արտահայտում, ապա այդ ուր էին այդ պաշտոնյաները, եւ որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ շաբաթ, ասենք, երկրում չէր ու պատարագի չէր մասնակցում։ Ինչու այդ պաշտոնյաները մյուս պատարակներին չէին մասնակցում։ Պատարակը ինչ կապ ունի եկեղեցական պատարակը, ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանի մասնակցության չմասնակցության հետ։ Պարզապես վարչական ռեսուրսի կիրառման ապացույց եւ իր հայտարարությունը, որ ընդունում է այդ մասին, այնպես որ խոսել այդ երկրի թիվ 1 սրբապիղծից ուխտերթի կազմակերպման արդյունավետության, ուխտերթի կազմակերպման նպատակին հասնելու մասին ուղղակի աբսուրդ է եւ ինքը չարժե, որ այդքան մենք փորձենք խոսել նրա մասին։ Երկրի թիվ 1 սրբապիղծը ինչու է հարձակվել այսպես եկեղեցու վրա, ինչու է հարձակվել քրիստոնեությանը հավատավոր ժողովրդի վրա, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, որ ինքը լուրջ խնդիրներ ունի իր իշխանությունը նորից հաստատելու, իր իշխանությունը վերարտադրելու, իսկ եկեղեցին այն թիվ 1 ուժն է, որ իզորու է համախմբելու ժողովրդին եւ եկեղեցին այն ուժն է, որի կոչով ժողովուրդը կարող է եւ կգնա այնպիսի ընտրության, որի դեպքում ինքը չի վերարտադրվի, ինքը միայն այդ խնդիրն է իր համար վերարտադրության խնդիր է լուծում եւ Նիկոլ Փաշինյանի արարքները, նրա թիմի արարքները այսօր վերլուծելը ավելորդ եթերի օգտագործում է, ավելորդ ներվերի քայքայում է եւ ինքը շատ լավ էլ հասկանում է, որ ինքը այդքան չկա, այդքան չարժե որ իր մասին խոսեն եւ օրը մի ինչ որ հիմարություններ է դուրս տալիս այսօրվա իր խոսքերի վկայությունն էլ այն մասին որ այո մասնակցել են պաշտոնյաները այո մասնակցել են պաշտոնյաները բացի պաշտոնյաներից ով է մասնակցել թող ինքը նշի այն քաղաքացիների քանակը ովքեր որպես զուտ քաղաքացի որպես զուտ քրիստոնյա մասնակցել են այդ երթին իհարկե ոչ այդ պաշտոնյաներն էին իրենց կազմակերպած վարչական ռեսուրսի կիրառմամբ կազմակերպած թիմերը տարբեր տեղերից եկող Իսկ ինչ մնում է որդիները կորցրած մայրերի մասնակցության մասին, ինքը լավ էլ երևի թե եթե լավ չի լսել, ապա թող փորձի իր թիմակիցներին կամ ներկաներին հաստատ տարբեր տեղեր նկարահանում են, լսում են մասնակիցներին դրսում կանգնածներին նկարել են եւ թող տեսնի ու լսի թե ինչ էին ասում այդ որդիները կորցրած որդեկորույս մայրերը դրսից իրեն եւ եթե ինքը դա համարում է իրեն համար ողջունի խոսքեր, ես ոչինչ չունեմ ասելու
ասելու։ Չնայած ինչու ենք զարմանում, այդ Սյունիքից եկած Սյունյաց ողջունները ընդունող մարդը հազիվել այդպես արձագանքի որդեկորույս մայրերի իրեն ուղղված խոսքերին, այնպես որ Էլի եմ կրկնում, երկրի թիվ 1 սրբապիղծը չի կարող քրիստոնեությանը եկեղեցուն վստահություն հայտնող ուխտերթ կազմակերպի ու դա լինի հաջողված ուխտերթ, դա իր հերթական հեքիաթային իր մտքերի իրականացումն է անում, ինքն իրեն խաբում։ Բայց այս պատկերը մի քիչ բարձր կլինի ներողություն։ Մենք պիտի ընդունենք մեր մեղավորությունը եւ պատասխանատվությունը, որովհետեւ հիմա ըստ էության ստացվում է, որ մենք մի շատ կոպիտ սխալ ենք գործել երկար ժամանակ։ Մենք մեր եկեղեցուն մենակ ենք թողել հերձվածի հետ։ Մենք Հիսուս Քրիստոսին իր եկեղեցում մենակ ենք թողել այդ հերձվածի հետ։ Ու սա այսպես խոսում եմ մի մարդ, որը այս տիրադավների հետ դուրս է եկել հայ առաքելական եկեղեցու դեմ, որոնք այլևս է տիրադավներն էլ եթե հերձված են մի մասին կարգալուց է սրբազանների մասին չի դեռ սրբազանների մասին չի խոսքը, բայց քահանաներ կան, որոնք հենց այո եկեղեցական կանոնակարգով հերձվածներն են իրական, ու ինքը ինչ է ասում նաև, այստեղ շարունակության մեջ խոսում է այն մասին, որ շարունակում է պնդել, որ առաքելական եկեղեցու վերնախավը աղանդավորական գործողություններ է իրականացնում, աղանդավորները լուծված հավաք են անում, ինչի խոսում նա։ Ինքը շատ լավ գիտի, որ իր ներկայացած պաշտոնյաների մեծամասնությունը որևէ աղանդավորական կողմնորոշում ունեցող ուղղության ներկայացուցիչ է։ Ինքը շատ լավ գիտի, որ հայ առաքելական եկեղեցին մենակ չի։ Ինքը շատ լավ տեսավ, որ իր կազմակերպած երթ 10 տիրադավների կազմակերպած հարձակումը մայրաթոռի վրա ինչ արձագանք ստացավ հանրության կողմից եւ ինքը շատ լավ հասկացավ, որ մեր եկեղեցին մենակ չէ, մենակը դու ես, մենակը քո թիմն է, մենակը ՔՊ-ն է, մենակը երկրի դավաճանության ուղին բռնած ՔՊ-ական թիմն է, որի գործունեության ժամկետին շատ կարճ օրեր են մնացել, այնպես որ խոսել եկեղեցու մենակ լինելու մասին ուղղակի աբսուրդ է, մեր հայ հանրությունը հայ առաքելական եկեղեցու հետ է, որթե ինչքան էլ դու փորձես հակառակը, ինչքան էլ դու ուզենաս, որ հակառակը լինի, հայ ժողովուրդը, հայ առաքելական եկեղեցու ամեն մի կոչին կանգնած է ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ քո խոսքերը եկեղեցու մենակության մասին ապացուցում են քո իսկ մենակության մասին։ Դու ինքդ շատ լավ հասկանում ես այդ մենակությունը, դու ինքդ շատ լավ հասկանում ես, որ հանրությունը այլևս քո կողքին չէ, դու ինքդ շատ լավ հասկանում ես, որ քո թիկունքում կանգնած այդ պաշտոնյաները նույնպես քո հետ չեն, որտեղ ամեն մեկը մի աղանդի ներկայացուցիչ է, նույնիսկ դու ինչ աղանդի ներկայացուցիչ չես ներկայացնում, բայց մյուսներն էլ գոնե այդ աղանդից չեն։ Ամեն մեկը մի աղանդ է ընտրել իր համար։ Եվ դու ինքդ քո աղանդը, պաշտոնը պահպանելու աղանդն է, այնպես որ խոսել եկեղեցու մենակության մասին կարող է միայն քո նման սրբապիղծը խոսել, եւ քո նման սահմանադրական կարգը տապալող եկեղեցու լիազորությունների շրջանակը ներխուժող սրբապիղծն է եւ համոզված եղի եւ մեր հանրությունը շատ լավ գիտի ով է մենակ, ով չէ մենակ, եւ մեր հանրությունը հայ ժողովուրդը կանգնած է հայ առաքելական եկեղեցու կողքին, նրա համար վեհապարն է, իսկ դու ընդամենը դավաճան ղեկավար։ Միջավայրից բավականին մեծ քննարկման արժանացավ իր տիկնոջ տեսքներ այդ օրը եւ բացի այդ նաեւ գիտեք երեք օր առաջ տիկինը գրել էր, որ 2026-ը ոչ միայն կրթվելու, այլ մեզանից լավագույն տարբերակը կերտելու մասին պետք է խոսվենի։ Մեր զրուցակիցներից այսօր բան համարձակության հետ ենք խոսում, ասում է բատարեք կերտեք ձեզանից լավագույնը, օրինակ այն ձեր այդ հավաքի ներկայացներից մեկին, որը նայում էր լրագրողի, այսպես ասենք, տեսախցիկին եւ ձայնից ինչ արտաթորակ ասած արտաբերում էր։ Խնդրեմ։ Գիտեք, խոսել, ասենք, Աննա Հակոբյանի մասին, եթերաժամը տրամադրել նրա մասին խոսելը աբսուրդ է, ով է Աննա Հակոբյանը, ընդամենը Նիկոլ Փաշինյանի, ասենք, կինը, հա, եւ վերջ, ինքն իրեն առաջին տիկին է ներկայացնում, ինքը չիմանալով հանկարծ, որ երկրի առաջին տիկինը երկրի նախագահի կինն է, հասկանում եք, կարողա տենց է մենք չգիտենք, ես չեմ կարող ասել, բայց ինքը իրեն ներկայացնում է
առաջին տիկին, իրեն ներկայացնում է քրիստոնյա հավատավոր ժողովրդի ներկայացուցիչ, չգիտեմ ինչ հանդերձանքով։ Մենք բոլորս հիշում ենք, չէ՞, նա ինչպես ինչ հանդերձանքով էր գնացել վեհափառի կողքը նստել, ինչ այդ էր իր կերտած նորաձև կրթությամբ հայ քաղաքացին, այդ կեցվածքով։ Մենք բոլորս տեսել ենք նրա, հասկանում եք, նրա լսել ենք, կարդացել ենք նրա SMS-ները, նրա Facebook-յան հայտարարությունները, քաղաքացիներին դիմելու բառապաշարը եւ խոսել այդ կնոջ մասին եւ խոսել դրան զուգահեռ այդ կնոջ հայտարարած նորաձև կրթության ու նորաձև կեցվածքի մասին абսուրդ է, հասկանում եք, նա շատ հեռու է հայ առաքելական եկեղեցու հետևորդի կեցվածք ունենալուց եւ ես չեմ էլ ուզում այլևս նրա մասին խոսել, ինքը չարժե, որ ես խոսեմ նրա մասին պարզապես։ Փաշինյանը երեկոյան գրեց, որ առաջին խորհրդի նիստ են անցկացրել, ինչ են արել տիրոդավների հետ եւ այս պատկերը էլի տիկին Հենց դա է, գիտեք, դրա համար ասում, առաջին սրբապիղծը ինչ որ խորհրդի մասին է խոսում, ինչ որ խորհրդի ժողովի, դու ով ես։ Դա մի հատ բացիր սահմանադրությունը եւ հասկացիր, թե վարչապետը ինչ լիազորություններ ունի, ընդհանրապես ինչ կապ ունի ինքը եկեղեցական ծիսակատարությունների կազմակերպման հետ, եկեղեցու կանոնակարգերի վերամշակման հետ, ով է ինքը, եթե նույնիսկ հավատանք իրեն, որ ինքը քրիստոնեության հետևորդ է, հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, այդ հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, այդ երբվանից խորհուրդ կազմելու, խորհրդի նիստ հավաքելու, խորհրդով որովե կանոնագիր փոխելու, կանոնակարգ վերամշակելու լիազորություն ունի։ Ինքը նույնիսկ այդքանը չի հասկանում, որ չխոսի այդ մասին բարձրաձայն։ Հասկանում եք, ինքը իր վրա տվել է լիազորություն, իր վրա վերցրել է լիազորություններ, որ բոլորով ինչ ունի, ինքը ընդամենը չստացված, ցավոք սրտի 21 թվականին ենթադրենք, մեծ ողջամիտ կասկած ունեմ, որ լուրջ ընտրախախտումներով ընտրված, ուժի կողմից ընտրված վարչապետ է, ընդամենը, եւ ինքը այսօր այդ ամեն ինչի արդյունքում ինքը մեծամասնության ձայն ունենալով ինքը իրեն դարձրել է բռնապետ եւ իր բռնապետիկի լիազորություններով փորձում է իշխել նաեւ հայ առաքելական եկեղեցուն, իշխել նաեւ հայ առաքելական ձևավորել նաեւ հայ առաքելական եկեղեցու կանոնակարգ նոր, ինչպես ինքը փորձեց ու ներկայացրեց նիկոլիզմի թեզերը, այնպես էլ հիմա իր պատկերացման պետք է հայ առաքելական եկեղեցու համար նոր կանոնակարգ ձևավորի։ Դա չի լինի եւ ըստ էության էլի եմ կրկնում Նիկոլ Փաշինյան, դու երբեք չունես այդ լիազորությունը, դու նույնիսկ ես խիստ կասկածում եմ, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես, ես նույնիսկ ողջամիտ կասկածներ ունեմ, որ որևէ աղանդավորական ուժի ներկայացուցիչ ես, բայց ամեն դեպքում դու այս պահին կատարում ես թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը հարձակում հայ առաքելական եկեղեցու վրա, որովհետև հայ առաքելական եկեղեցին այն ուժն է, որ կարող է իզորու է համախմբել ժողովրդին, իսկ դու վախենում ես ժողովրդի համախմբումից, որովհետև ժողովրդի համախմբումը քեզ համար լուրջ վտանգ է վերարտադրվելու եւ թուրք-ադրբեջանական տանդեմի կատարման, նրանց պահանջների կատարման ամեն մի քայլը ուրիշ տեսանկյունից, ինչ տեսանկյունից էլ փորձես ներկայացնել, միևնույն է, հանրությունը դա շատ լավ հասկանում է ու շատ լավ գնահատում է։ Բայց այսօր կառավարությունից հետո ասում է 2021-ին մենք ասում ենք ապագա կա, այսօր ասում ենք ապագան այսօր է։ Երբ նայում ենք ուշադրություն, Հայաստանի տնտեսական ցուցանիշները, միջազգային հեղինակությունը, հաստատված խաղաղությունը, այո, դա այն խնդիրն էր, որը մենք 2021-ին ցանկանում էինք լուծել եւ լուծել ենք։ Իմիջիայլոց այս հաստատված խաղաղության հետ կապված միացրան խնդրեմ անդրադառնալ, այնուհետև Ալիևը իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ նորից խոսեց, ոնց ուզում եք անվանեք Զանգեզուրի միջանցքը, այլևս իրողություն է։ Իրենք իմիջիայլոց իրենց կողմից այլևս շինարարական աշխատանքները գրեթե վերջացրել։ Ես կարևոր մի բանի վրա կուզեի ուշադրություն հրավիրել։ Տեսեք, ինքը ասում էր միջազգային հանրության գնահատականի մասին, չէ՞, որ բայց ինքը չի լսում, Ալիևը ինչ է ասել, որ այլևս գոյություն չունի միջազգային որևէ հարթակ հարաբերությունների գնահատման կամ հարաբերությունների կազմակերպման։ Նա ասում է ուժն է կարևորը, Ալիևի խոսքերն են դա։ Հիմա ինչի մասին է ուզում խոսել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը
ընդամենը էլի եմ կրկնում լծվել է թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգները, թուրք պահանջները կատարելուն եւ երբ որ խոսում է այլևս ապագա չկա, ապագա կա եւ հիմա արդեն ապագան արդեն այսօր, այսինքն ինչ է նշանակում ապագան այսօրը, այսինքն այսօրով մեր վերջանում է մեր ժողովրդի պատմությունը, այսօրով վերջանում է մեր երկրի պատմությունը, դա է ուզում ասել, թե հա, փաստացիորեն այո, դու այդպես ես, քո ծրագիրը այդպես է գծված, որ այսօրով վերջացնես Հայաստան երկրի պատմությունը, այսօրով վերջացնես հայ ժողովրդի պատմությունը եւ այլևս գծես թուրք-ադրբեջանական տանդեմի իշխանության տակ ապրող Հայաստան երկիր, ապրող հայ ժողովուրդ։ Եվ դու խոստովանում ես, սա ընդամենը խոստովանանք է քո կատարման։ Այլևս ապագա չկա, ապագան այլևս այսօր է։ Ինչ է նշանակում ապագան այլևս այսօր է։ Ապագան միշտ ապագա է եւ այն մարդը, այն անհատը, այն կազմակերպությունը, այն երկիրը, այն ժողովուրդը, որը ունի ապագային միտված զարգացման ծրագրեր, որը ունի ապագային միտված նպատակներ, նա արդեն խոստովանում է իր գոյության ավարտի մասին։ Դու դա ես ասում, դու դրա մասին ես խոսում, Նիկոլ Փաշինյան։ Լավ է, որ գոնե հասկանում ես, որ այդ խոստովանում ես։ Մենք ապագա ունենք, մեր երկիրը ապագա ունի, մեր ժողովուրդը ապագա ունի եւ մեր երկրի ու մեր ժողովրդի ապագան առանց Նիկոլին Հայաստանն է, մեր ժողովրդի ու մեր երկրի ապագան ազգային պետականություն, իշխանություն ունեցող Հայաստանն է եւ մեր ժողովրդի ապագան, մեր երկրի ապագան ամենակիչը, ամենաուշը ընտրություններից հետո նոր ձևավորվող ազգային իշխանությունն է լինելու եւ դու դա շատ լավ գիտես ու դու դա շատ լավ հասկանում ես, այնպես որ խոսել ապագայի մասին ու ասել ապագան այսօրն է, այդպես չի լինում։ Եթե այսօրն է, ապա ես թույլ տվեք խոսեմ արդեն ձեր այդ նույն 21 թվականի խոստումների կատարման մասին։ Վարչական մի քանի շրջաններ ուղղակի մարդիկ ժամերով լույս չեն ունեցել եւ սրտի եւ մթության մեջ են դիմավորել նոր տարին, հենց նոր ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում չկար մի ընտանիք, որ ձեր նշած անձիկ չեն թալանել, չեն փողացել։ Փաշինյանը հեցի նախկին կառավարման մասին։ Ով է ինչից է խոսում, խնդրեմ ես ասած տեսեք։ Գիտեք ինչ, հեծը 10 միլիոնի դիմաց է Գիտեք ինչ, հեծը այն կառույցն է, որի կառավարումը վերցնելուց անմիջապես հետո հայ էլեկտրոցանցերը սկսեցին չգործել։ Հայ ժողովուրդը այս ձմռան ցուրտ օրերին տարբեր վարչական շրջաններում, տարբեր քաղաքներում, դուք խոսում եք Երևանի վարչական, տարբեր մարզերում, տարբեր գյուղերում հոսանք չկար։ Այսինքն, սա է իրենց կառավարման բնույթը, սա է իրենց կառավարման գնահատումը, սա է իրենց կառավարման որակի ցուցադրումը եւ խոսել որևէ ընտանիքի չգոյության մասին, ով չի թալանվել հեծի կողմից, բա դուք ինչ եք անում, բա դուք ինչ եք անում։ Դուք այսօր չեք թալանում մեր ժողովրդին, դուք այսօր թալանում եք տարբեր հարկերի տեսակներ ավելացումով, դուք այսօր թալանում եք ժողովրդին տարբեր վարկային ծրագրերի, վարկերի միջոցով պարտքեր ներգրավելով, բա դա թալան չի, ինչ է, դուք ժողովրդից հարկեր եք քերում, այսպես ասած, դիմացը փոխարեն ինչ-որ մի կապիտալ ներդրում անեք, վարկեր եք վերցնում եւ սկսում եք այդ վարկերի տոկոսները ընդամենը փակել։ Սա ամենամեծ թալանն է, որ որևէ երկրի իշխանություն կարող է իր ժողովրդի նկատմամբ իրականացնել եւ իրենք անձնական փորձը, իրենք լավ հասկանալով բացատրում են, բայց այդ ամեն ինչը ներկայացնում են նախորդ շրջանում գործող ուժերի անվան տակ։ Ոչ, ժողովուրդը շատ լավ հասկանում է, ժողովուրդը շատ լավ գիտի, թե անցած տարի ձմռանը հոսանքը ինչքան իրենց մարզերը, իրենց գյուղերը, իրենց բնակավայրերը ինչքան էին հոսանքազրկվել, հիմա ինչքան են հոսանքազրկվում։ Իրենք շատ լավ գիտեն, թե անցած տարի մարդու թոշակը ինչքան էր հերիքում ապրելու համար, հիմա ինչքան է հերիքում ապրելու համար։ Մարդը շատ լավ գիտեր, անցած տարի իր ստացած աշխատավարձով, թոշակով, եկամուտներով ինչքան էր կարողանում իր սառնարանը լցնել, հիմա ինչքան է կարողանում լցնել, հասկանում եք, դրանք փաստեր են, որ մարդը ամեն օր զգում է սեփական կաշվի վրա եւ խոսել այլ բաների մասին ու ուղղակի абսուրդ է եւ ամոթ է, հերիք է էլի, այդ խոսեցիք, այսօր կառավարության նիստին ասում որ թոշակը 20000-ով է
Ինչ ասել։ Աղետը ծիծաղորը չի աղետը, որ թոշակը 20,000-ով էլ բարձրացնենք, միևնույնն է, խնդիրները չեն պակասելու։ Դե դրա համար ընդհանրապես չենք բարձրացնում։ Ինչի բարձրացնում։ Դե դրա համար էլ չենք բարձրացնում։ Գիտեք, այս օրերին մենք թոշակառուների հարցումներ ենք տեղադրում, ուղղակի աղետալի վիճակում են մարդիկ, բարեբուն իմաստով խոսում են այն մասին, որ 36,000, 40,000 դրամով ինչպես իրենք նախամանորի պատրաստել, ինչպես իրենք դեղերը գնել, ինչպես իրենք կարողանան առհասարակ ապրել։ Եվ շատ ճիշտ է, իրենք առաջարկում են Նիկոլ Փաշինյանի տալ այդ 40,000-ը թող ինքը իր ընտանիքով ապրի, եւ իր փողերն Տիկին Աննա Հակոբյանին տվեք այդ 40,000-ով այդ հանդերձանքով հանդես գա, երթի դուզ գա, այդ ու տեսնենք ոնց է դա արվում։ Հիմա այդ 40,000-ը, հասկանում եք, եւ այսօր առանց ամաչելու անամոթաբար հայտարարում են, որ իրենք այդ քեշբեքի, հա, այդ հետ վերադարձի մեխանիզմով թոշակները բարձրացնում են առնվազն, հա, ինչ որ 10,000-ով, 20%-ով, ասենք 40,000-ի դեպքում դա 8,000 է։ Իսկ դուք հաշվել եք, չեք հաշվել արդյոք, որ այդ 40,000-ից թոշակառուն պետք է կոմունալ վճարի, որը հետ վերադարձի այդ հաշվարկի մեջ չի մտնում։ Չեք հաշվարկել, որ այդ թոշակառուն կարող է ուզենա կանխիկ դրամով ինչ որ ծախսանի։ Այդ թոշակառուն կարող է գնալ 100 դրամով կանաչի առնել, բայց դուք իրեն ստիպում եք, որ ինքը գնա այդ խանութներից, սուպերմարկետներից, ասենք սիթիներից առնի այդ նույն կանաչին 150-ով, խոստանալով թե 30 դրամը հետ վերադարձ եք անելու։ Լսեք, 150-ից հանած 30-ը 120 է, բայց թոշակառուն իրեն կարող է ինքը գնալ 100 դրամով առնել։ Դուք ում եք խաբում կամ ում եք հարստացնում։ Այսինքն ինչ հետ վերադարձի մասին է խոսք, այդ 40-ից քանիսն է ի վերջո հետ վերադարձ ապահովելու։ Կոմունալները եթե հանեք, տակը բան չի մնում։ Եվ դուք խոստանում եք թոշակի բարձրացում, այսինքն գովերքում եք, կարում եք թոշակի բարձրացում հետ վերադարձի միջոցով։ Վերջի վերջո, էլի եմ կրկնում, այդ թոշակառուն ինքը շատ լավ զգում է իր ծախսով, իր ապրելավոճով այդ ամենի մասին։ Եվ այդ թոշակառուն, այդ 63-64 տարեկան ձեր ասած թոշակառուն չի, որին այսպես հանեցիք ապահովագրական համակարգից։ Այդ թոշակառուն, այն թոշակառուն է, որ հիմա չի կարողանում արմետ համակարգի մեջ ակտիվացնել իր էջը եւ ինքը որովհետեւ ինքը պարտավոր չէր իմանալ այդ ամեն ինչը այդ թոշակառուն այն թոշակառուն չի որը չի կարողանում պոլիկլինիկայում հերթերի մեջ դիմանալ որպեսզի գնա հետազոտության որպեսզի գնա ապահովագրական համակարգից օգտվելու այդ թոշակառուներին աջակցելու ծրագիր է իբր բերել ապահովագրական համակարգ թույլ տվեք սիրելի հանրակիցներ այսօր հիմա արդեն խոսել ապահովագրական համակարգի հայտարարակ վիճակից, որ ունենք արդեն իրենց հայտարարած հունվարի 1-ից գործող համակարգում։ Բայց վերջին հացեր Ես ուղղակի քան որ ընթացքում զուգահեռ Նիկոլ Փաշինյանի սոցիալիստի կառավարությունից հետո ես խնդրում եմ, էլի ճիշտ ասած մամուլում եղել էին հրապարակումներ, թե Վազգեն Միրզախանյանը ով է, ինչ կենսակրություն է ունեցել, ինչ անցյալ Վազգեն Միրզախանյանը նաև մեկն է դիրադարներից, որ միացել է Նիկոլ Փաշինյանին եւ այսօր մեր գործընկերը Նիկոլ Փաշինյանի բառերով անհարց է տալիս Նիկոլ Փաշինյանը եւ ճիշտ է, որ Վազգեն Միրզախանյանը հազարներով ուղղակի բառի մեջ ներում դոմփել է մեկ այլ կանանայի կնոջ, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, մենք բոլորս սուտ ձևանալու կարիք չունենք։ Ձեր մեկնաբանությունը ստան կա որևէ Ես անկեղծ ասած չէի ուզենա այդ բառապաշարին որևէ արձագանք տալ։ Սա իրենց հայտարարած նորաձև կրթության, նորաձև կեցվածքի ցուցադրում է։ Սա է իրենց հայտարարած գովերքած նորաձև կրթությունը, նորաձև կեցվածքը։ Ընդհանրապես, սիրելի հանրություն, դուք լսեք, դուք փորձեք գնահատել, որովհետև նման բառապաշարը մենք ոչ առաջին անգամ ենք իրենցից լսում, ոչ իրենից, ոչ կնոջից, մենք սովորել ենք, չէ, մենք գիտենք, չէ, լսել ենք, չէ, թե իրենից, թե կնոջից նման բառապաշարով բազմաթիվ մտքեր եւ հիմա մենք պետք է պարզապես գնահատենք։ Մենք ուզում ենք այս նորաձև կրթությունն ու այս նորաձև կեցվածքը նման բառապաշարով տիրապետող, նման բառապաշար օգտագործող վարչապետ կամ պաշտոնյաների թիմ։ Դա արդեն մեր գնահատականն է, իսկ ավելորդ անգամ մեկնաբանել չեղած վարչապետի, չհարգված վարչապետի, չընդունված վարչապետի գրեհիկ բառապաշարը ես չեմ պատրաստվում։
Եվ գանք հիմա առողջապահական խնդիրներին, Տիկին Տուրևյան, հիշում եք, չէ, իմիջայլոց ասում են պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում խայտարակ վիճակ է, մարդիկ անորոշության մեջ, դուք խնդրում եմ մանրամասն ներկայացնեք ինչ էին ուզում անել, ինչ արեցին եւ այս ամենը ինչ է տվյալ։ Գիտեք, իսկապես ապահովագրական համակարգը ես միշտ իմ բոլոր հարցազրույցներում նշում եմ, դա առողջության ապահովագրական համակարգը դա այն լավագույն համակարգերից է, որ որևէ կառավարություն կարող է առաջարկել իր ժողովրդին, որևէ կառավարություն կարող է առաջարկել իր հանրությանը, բայց այդ առաջարկը պետք է արվի այնպես, պետք է կազմակերպվի այնպես, որ հանրությունը զգա նրա առավելությունները, ոչ թե ամեն մի նոր րոպե հիասթափվի ու իսկապես անորոշությունների մեջ հայտնվի։ Երբ որ իրենք դեկտեմբերի 16-ին ընդունում էին այս համակարգը օրենքի ուժով, ես ինքս ելույթ էի ունենում եւ ասում էի, լսեք, որպեսզի եթե դուք 16-ին ընդունում եք նոր օրենքը եւ հայտարարում եք, որ հունվարի 1-ից գործելու է համակարգը, բա պատկերացնում եք ինչքան նախապատրաստական աշխատանք կա անելու փաստացիորեն այդ 16-ից հետո ընդամենը 14-15 օրվա մեջ շաբաթ կիրակիներն էլ հետը միասին, ազատ օրերն էլ հետը միասին։ Ի վերջո այդ համակարգը օրենքը նախ պետք է մի քանի օր անցներ մինչև նախագահը ստորագրեր։ Այդ օրենքի ստորագրելուց հետո, երբ որ ինքը սկսում է ուժի մեջ մտնել, պետք է ձևավորվեր հոգաբարձուների խորհուրդ, պետք է հաստատվեին կանոնակարգերը, պետք է հաստատվեին շրջաբերականները, պետք է հաստատվեին հիվանդությունների այդ պրոտոկոլները, պետք է կնքվեին այդ ձևավորված հոգաբարձուների խորհրդի ձևավորված նրա կողմից բոլոր բուժական հիմնարկների միջև պայմանագրերը, հասկանում եք, դա մի ահռելի նախապատրաստական աշխատանք է ենթադրում մինչև համակարգը կյանքի կոչելը։ Իսկ այդ աշխատանք հունվարի 1-ից հայտարարել, որ դա արդեն սկսում է գործի մեջ մտնել, ուժի մեջ մտնել, դա նշանակում է միայն մի բան, որ իրենք չեն հասկանում ինչի մասին է խոսքը, իրենք չեն հասկանում համակարգի աշխատանքի ծավալները կամ պարզապես հերթական մի հատ խաբեության մի նոր ալիք են բերում հանրության մեջ, դե հետո ինչ կասեն, դե առաջին 6 ամիսն է, դե գիտեք առաջին 6 ամիսն է բերեք փորձենք սխալների ուղղելու վրա աշխատել եւ այն 6 ամիս հետո իրենք այլևս իշխանության չեն, իսկ այդ ընթացքում այդ հոգաբարձուների խորհրդի ու հոգաբարձուների հիմնադրամի տնօրինության տեկած գումարները ինչ ձևով, ինչ մեխանիզմով կծախսվեն, դա արդեն լուրջ խնդիր կառաջացնի։ Կարևորը, որ հիմա հունվարի 1-ից իրենք ոչ թե համակարգն են ներդրել, այլ հունվարի 1-ից սկսել են այդ ապահովագրավճար հավաքելը։ Հասկանում եք, սրանց գերխնդիրը ապահովագրավճար հավաքելն էր, հարկի այդ նոր տեսակը հավաքելն էր։ Սա են իրենք անում։ Նրանք ամեն մի աշխատողից 200,000 եւ ավելի ստացող հունվարի 1-ից արդեն սկսում են այդ 10,600 դրամ գումարի հավաքագրումը։ Սա է իրենց գերնպատակը։ Հիմա այդ հավաքագրած գումարները հավաքվեն ում համար ինչքան կծախսվի, դա իրենց համար գերխնդիր չէ, եւ դեռ ավելին իրենք այդ գումարների ծախսման ոչ հաշվետվություն ներկայացնելու որևէ օրենսդրական պարտավորվածություն ունեն այդ հոգաբարձուների խորհուրդը, հատկապես ժամանակավոր խորհուրդը, որը ասեմ 5 հոգյանոց կազմ է հաստատվել վարչապետի կողմից։ Տիկին Ավանեսյանն էլ որպես լիազոր մարմնի ղեկավար, ի պաշտոնե այդ հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի ղեկավարն է։ Գիտեք ինչ, այդ Տիկին Ավանեսյանը ինքը չէր պատկերացնում, եթե պատկերացներ նրանք հունվարի 1-ից չէին կյանքի կոչի այս համակարգի ներդրումը, կամ առնվազն համակարգի նախապատրաստական աշխատանքները պետք է սկսվեին նախորդ տարվա սկզբից գոնե մի տարի, չէ՞ որ իրենք խոստացել էին եւ ի վերջո նորմալ է, որ պետք է այդ համակարգը փուլ առ փուլ ներդրվեր։ Իրենք այսօր այնպիսի թվերի մասին են խոսում, այնպիսի ընդգրկվածության մասին են խոսում, նույնիսկ 1,600,000 թիվը ես չեմ պատկերացնում, որ այդքան անձանց հասկանալ, թե այդքան անձանց ինչ հերթականությամբ, ինչ սկզբունքով պետք է պոլիկլինիկաները հետազոտություններ անցկացնեն։ Պոլիկլինիկան չգիտի, շրջաբերական չունի,
ինչպես պետք է վարվի քաղաքացու հետ։ Պոլիկլինիկան չի ստացել, բուժական կազմակերպությունը շրջապերական պայմանագիր չի կնքել այդ հիմնադրամի հետ, որպեսզի հասկանա, որ դեպքում ինչ քայլեր պետք է անի։ Հասկանում եք, սրանք բաներ են, որոնք այո, այսպիսի խայտառակ իրավիճակ են արդեն առաջացրել թե պոլիկլինիկաներում, թե բուժհիմնարկներում եւ թե առավել եւս քաղաքացիների մեջ։ Նախ Արմետ համակարգը ինքը չի կարող, հասկանում եք, այսօրվա իրենց ունեցած Արմետ համակարգը այս ծանրաբեռնվածությանը 1,600,000 քաղաքացու մուտքով չի կարող աշխատել։ Այդ սերվերը այդ պատրաստվածությունը չունի եւ պատրաստ չէ։ Հիշեք էլեկտրոնային դեղատոմսերը, որը շատ ավելի փոքր թվի մասին էր, սպասարկման մասին էր խոսքը, շատ ավելի փոքր թվի, ամիսներով, այսպես ասած, պայթեց այդ համակարգը, մինչեւ սկսեցին դեռ հարց է, մինչեւ վերջ աշխատում էր թե չէ։ Հասկանում եք, 1,600,000 մարդը, սկզբում ասին 1,400,000, 1,800,000, 1,600,000 մարդը այդ համակարգում պետք է իրենց էջը ակտիվացնի։ Միայն այդքանը արդեն սերվերի հնարավորություններից դուրս է։ Ուզի թե չուզի այդ սերվերը բավականին ընդհատումներով է աշխատելու, բավականին լուրջ ծրագրային անհարթություններ են առաջանալու։ Հասկանում եք, դրա համար պետք էր փուլային աշխատանքը եւ երբ որ ԲՏԱ նախարարն ասում է, որ իրենք ի վիճակի չեն այդ համակարգը այնպես կազմակերպելու, որ աշխատանքային որևէ ընդհատում չլինի, ճիշտ է ասում, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, չէ, դուք արեք այնպես, որ դες հնարավոր չի, եթե դու մի քիչ ծրագրավորողների հետ խոսեիր, կհասկանայիր, որ այսօրվա ձեր համակարգը այդ ծանրաբեռնվածությանը պատրաստ չէ։ Դրա համար պետք է այդ համակարգը լրիվ վերափոխվեր, այդ համակարգը պետք է կապեր ունենա, համակարգին միացված լինեն ոչ միայն այդ անհատները, պետք է այդ համակարգին միացված լինեն բոլոր դեղատները, բոլոր բուժհիմնարկները, բոլոր առաջնային օղակները պաշտպանության, չգիտեմ, չունենք այդ պատրաստվածության սերվերը եւ բնականաբար այսօր ժողովուրդը կանգնում է անորոշության առաջ եւ շրջաբերականները ի վերջո այդ պոլիկլինիկան պետք է ստանար չէ շրջաբերական որ տիպի հիվանդի դեպքում ինչ քայլեր է արվելու բուժ հիմնարկը որը որ պետք է բուժ ծառայություն մատուցի արդեն պոլիկլինիկաների կողմից ուղեգրված հիվանդի նկատմամբ պետք է ունենար չէ այդ պայմանագրերը որ այս պայմանագրի շրջանակներում դու պարտավոր ես բուժ հիմնարկ այս անել այ այսքանը ապահովագրական համակարգի միջոցներով է մնացածը ոչ ապահովագրական հիմնադրամի այդ ամեն ինչը դեռ այդ կազմակերպությունների մեծ մասը չեն ստացել կազմակերպությունները անորոշության մեջ են եւ դուք խոսում եք համակարգի մասին եւ այսքանից ավել ոչ այս կողմ ոչ այն կողմ ընդհանրապես մի քանի օր առաջ կառավարությունը որոշում է ընդունել շտապ օգնությունների կանչերի քանակը սահմանափակել տարեկան ոչ ավել քան 8 կանչը կապ ապահովագրության շրջանակներում կմատուցվի մնացածը պետք է լինի վճարով բայց այդ համակարգը ինչի համար էր ինչի քիչ են հիվանդները որ մեկը չգիտենք ու չունենք ծանոթ բարեկամ հարազատ կամ հարևան ով մենք գիտենք որ տարվա մեջ հնարավոր չի որ նա հաստատ 8 անգամից ավել շտապ օգնության դիմելու կարիք է ունենում գիտեք եթե դուք ուզում եք հիմնավորել որ առաջին երկրորդ երրորդ կանչից հետո այդ քաղաքացին կստանա իսկապես ապահովագրական համակարգի շրջանակներում բուժօգնություն եւ նա այլևս շտապօգնության կանչի կարիք չունենա փառք Աստծո թող այդպես լինի այդ դեպքում նշանակում է այդ սահմանափակումը դնելու իմաստն է կորչում եթե այդ մարդը կարիքը չունի չի կանչելու է շտապօգնության կանչին չի դիմելու այսինքն որտեղի եւ մյուս հարցը որտեղից այդ ինչ հաշվարկ աշխատեց որ 8 թիվը սահմանեցիք որտեղից եւ ինչպես դուք հիմնավորեցիք 10,400 10,600 այդպես էլ ոչ մի հիմնավորում չլսեցինք ամսեկան 10,600 թե 800 կներեք 10,800 դրամ ապահովագրավճարի հիմնավորումը, թվաբանական հիմնավորումը, հաշվարկային հիմնավորումը այդպես էլ չի ներկայացվել։ Նախկինում գործող փաթեթների 36,000 գումարը դարձել է հիմա տարեկան 130,000, 129,800։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը, 129,600։ Այսինքն այդ 100,000-ի այդ ինչ լրացուցիչ ծառայություններ, երբ որ դնում ենք համեմատության մեջ բուժ ծառայություն, առաջարկվող բուժ ծառայությունների ցանկերը, հիվանդությունների ցանկերը, ըստ էության այդ ցանկերի մեջ մեծ փոփոխություններ չկան։ Լավ, ենթադրենք կամ միևնույն հիվանդության նախա եւ հետ
վիրահատական կամ հետ բուժական ծառայությունները, բայց այդքանը 100,000 է գնահատվել։ Ինչ հիմնավորում, այդ հիմնավորումը չկա։ Էլ չեմ խոսում, որ մարզային առաջնային օղակները, պոլիկլինիկաները այսօր ոչ պատրաստ չեն, եթե նույնիսկ այդ համակարգը աշխատի, եթե նույնիսկ այդ շրջաբերականները լինեն, եթե նույնիսկ այդ պայմանագրերը հիմնադրամների եւ բուժ ծառայությունների, բուժ կազմակերպությունների մեջ կնքվեն, եթե հասնենք դրան, որ արդեն այդ ամեն ինչը կա, մարզային առողջապահական կազմակերպությունները պատրաստ չեն այդ ծանրաբեռնվածությանը, պատրաստ չեն թե սարքավորումներով, պատրաստ չեն նաև մասնագիտական կադրային հագեցվածությամբ։ Հասկանում եք, ես էլի եմ կրկնում եւ ասել եմ, նույնիսկ դուք անում եք այդ ծանրաբեռնվածությունը այդ բուժքույրերի, այդ բժիշկների վրա դնում եք այդքան առանց լրացուցիչ աշխատավարձի բարձրացման, խելքին մոտիկ բան եք դուք անում դա։ Այսինքն այդ ծանրաբեռնվածությունը հարյուրների հոսք է ավելանալու, պոլիկլինիկաներ շաբաթական հարյուրավոր հոսքեր են ավելանալու եւ հիմա այդ բուժքույրը այդ նույն աշխատավարձով այդ հոսքի ծանրաբեռնվածության տակից դուրս է գալու, այդ բժիշկը ծանրաբեռնվածության տակից դուրս է գալու եւ սա այն դեպքում եթե այդ մասնագիտական կադրը այդ պոլիկլինիկայում կա, կադրային սղությունը, կադրային պակասը ոնց է լրացնելու։ Սրանք բաներ են, որոնք նախապես պետք է արվեր։ Հիմնադրամը, որպեսզի ձևավորվեր, որպեսզի այդ հոգաբարձների խորհուրդը ձևավորվեր, պետք էր մրցույթ անցկացվեր, մրցույթային հանձնաժողով ձևավորվեր, 9 հոգեանոց։ Դուք հիմա պատրաստ եք այդ մրցույթի անցկացմանը, դուք հիմա պատրաստ եք այդ հանձնաժողովի ձևավորմանը։ Էլի եմ կրկնում, իրանք հղվել են անցումային ընտրույթին, որ մինչև այդ ամեն ինչը կարելի է ձևավորել ժամանակավոր խորհուրդ։ Հասկացանք, ժամանակավոր խորհուրդ, որի ձևավորման լիազորությունը էլի տրվել է վարչապետին։ Վարչապետը նշանակում է հիմնադրամի տնօրինող ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետը ձևավորում է ժամանակավոր հոգաբարձուների խորհուրդ եւ իր նշանակած հիմնադրամի ղեկավարը, իր նշանակած հոգաբարձուների խորհուրդը պետք է տնօրինել 127 միլիարդ գումար։ Բա սա կոռուպցիա չէ, ինչ է։ Մի անձնյա նշանակում է մեկին, ով տնօրինելու է այդ ահռելի գումարը ժողովրդից քերած հարկի ապահովագրավճար տեսակով եւ արդեն որ երրորդ օրն է այդ համակարգը սկսել է գործածության մեջ մտնելու խայտառակ իրավիճակ է բոլոր պոլիկլինիկաներում եւ բա սա կոռուպցիայի դրսևորում չի։ Հասկանում եք ինչ եք անում։ Դուք պարզապես փողերի լվացման մի նոր տարբերակ եք ընտրել։ Դուք 127 միլիարդը կհավաքեք, կտնօրինեք այնպես ինչպես կուզեք 6 ամսվա ընթացքում, դրանից հետո դուք կգնաք, հետո ինձնից հետո ջրհեղեղ տարբերակն է։ Այո, 127 միլիարդը տնօրինելու մի նոր ձև եք գտել։ Անունը դրելով ապահովագրավճար, թե այդ 127, եթե դուք օրենքում չեք նախատեսել որևէ վերահսկողության մեխանիզմ, ինչպես եք վերահսկելու այդ գումարների տնօրինումը։ Եթե դուք որևէ պատասխանատվություն մեխանիզմ չեք դրել, եթե հոգաբարձուների խորհուրդը, եթե այդ հիմնադրամի ղեկավարը ազգային ժողովին հաշվետվություն տալու որևէ լիազորություն, զեկույց ներկայացնելու որևէ լիազորություն չունի, ապա ես կարող եմ ողջամիտ կասկած ունենալ եւ բարձրաձայնում եմ, որ այստեղ խոսքը գնում է 127 միլիարդ գումարի գրպանման մասին։ Այո, գրպանման։ Այդ գումարից ինչքանը կծախսվի հիվանդների վրա, ինչքանը ճիշտ պրոտոկոլների հիման վրա կծախսվի, ինչքանը ոչ, դա ոչ մեկը չի կարող վերահսկել, օրենքը չի նախատեսում։ Եվ սիրելի հանրություն, ինչպես միշտ սրանք ամեն մի բարեհաջող, ամեն մի լավ ծրագիր, շատ ոչ թե ամեն մի լավ ծրագիր բարեհաջող ոտնատակ են տալիս, բարեհաջող վատացնում են, բարեհաջող որակազրկում են ապահովագրական համակարգներ, հետո նրանց նպատակը էլի եմ կրկնում, ոչ թե համակարգը ներդնելն էր, այլ այդ գումարները ժողովրդից նոր հարկի տեսակով հավաքագրելը, որ 127 միլիարդ գումարը բյուջեից հավաքագրած գումարներով տնօրինելը իրենց ուզած ձևով։ 6 ամիս հետո իրենք այլևս չեն լինելու որ իշխանություն, իրենք այլևս պատասխանատվության, իրենք այլևս հաշվետվություն չեն
տալու, իսկ դրանից հետո ինչ կկատարվի, այդ արդեն իրենց խնդիրը չի, եւ սա կոռուպցիոն մի նոր խնդիր է։ Եվ վերջում ես կուզեմ անդրադառնալ նաև մյուս նախարարության եւ մյուս նախարարի, կրթության նախարարի երեկվա տված մամլոասիլուսում արված իր հայտարարությունների մեջ, էլի նորից 300 դպրոց, 500 մանկապարտեզի մասին։ Գիտեք, ես որ բազմիցս նշում էի, որ այո, ես ստացել եմ իրենցից նամակներ, պատասխաններ իմ բազմաթիվ հարցումներին, թե 21 թվականից սկսած մինչև 26 թվականը 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում ինչքան դպրոց, ինչքան մանկապարտեզ է կառուցվել, վերանորոգվել, հիմնանորոգվել, իրենց թվերն էին 24 թվականի վերջում ինձ տվել էին 37 թիվը, 37 դպրոցի մասին է խոսքը, 25 թվականի սկզբում տվել էին 40 դպրոց, այդ թիվն էին, որ արդեն կառուցվել, եւ 25 թվականի վերջում արդեն տվել էին 56 դպրոց։ Եվ այսօր հայտարարում է նախարարը, որ 100-ից ավել, 101-ն էլ է 100-ից ավել, ընդ որում, լավ, 101 դպրոց, բայց մոռանում են, որ իրենց ծրագիրը կոչվում է մինչև 26 թվականը 300 դպրոցի մասին։ Իրենք մոռանում են, որ իրենք օրենք են ընդունել եւ միայն 23 թվականի վերջին իրենք պետք է արդեն ունենային շահագործման հանձնված 92 դպրոց 23 թվականի վերջին, 24 թվականի վերջին պետք է ունենային 198 թե 189 դպրոց։ Հիմա իրենք արդեն 25 թվական, իսկ մինչև 26 թվականը 300 դպրոց, դա օրենքի մեջ հաստատված, ԿՊ-ի կողմից միաձայն ընդունված թվեր են, որոնք ես հիմա հնչեցնում եմ։ Հիմա այդ թվերը ընդունել են եւ այսօր ասում են, այո, մենք կատարելու ենք մեր բոլոր խոստումները, այո, մենք կունենանք 300 դպրոց։ Լսեք, դուք 300 դպրոցը արդեն պետք է ունենայիք։ Ձեր իսկ ընդունված օրենքի շրջանակներում, ձեր ընդունված թվերի հիման վրա դուք չունեք եւ 100 դպրոցը հիմա ես ամեն անգամ դիմել եմ եւ խնդրել եմ այդ իրենց 37, 40, 56 դպրոցները անուն առ անուն թվարկել, որպեսզի ես գնամ, հատ ստուգեմ, ինքս ուզում եմ գնալ, տեսնել, իմ աչքով տեսնել այդ դպրոցները։ Հիմա նորից եմ դիմելու նախարարությանը եւ արդեն պահանջելու եմ այդ 100 դպրոցի ցանկը անուն առ անուն, որպեսզի ես մտնեմ այդ դպրոցներ, համոզվեմ, որ իսկապես իրենք սարքել են, իսկապես այդ դպրոցները այն որակի են, որոնք ինչի մասին իրենք խոստանում են։ Երեկվա կադրերից երևում էր, որ իրենց նախընտրած ամենալավ դպրոցներից մեկը, որը որոշեցին ցուցադրել, հենց այնտեղ արդեն Տիկին Անդրասյանը ինչ որ փորձում էր լվացվել, ծորակը չէր աշխատում, չմոռանանք ասել, որ այդ կախիչը աշխատելու համար Լոռու մարզպետին հանեց աշխատանքից վարչապետը, այսպես մի հատ շոու արեց, ոնց կարող էր ձեր վերանորոգված դպրոցում չաշխատել կախիչը։ Տիկին Անդրեսյանը հիմա ցույց տվեց չաշխատող ծորակ։ Հիմա այդ մարզի մարզպետին են հանելու աշխատանքից շատ հետաքրքիր է։ Չնայած հեռացված մարզպետը ի վերջո նշանակվեց վատ աշխատանքի համար հեռացվեց եւ նշանակվեց վարչապետի խորհրդական եւ ես հարցրեցի այդ ինչ խորհուրդներ ա տալու վատ աշխատանքի համար հեռացված մարզպետը։ Եթե խորհուրդ ա տալու ինչպես ավելի վատ աշխատել, ապա Փաշինյան դու դրա կարիքը չունես, որովհետեւ ավելի վատ քան դու ես աշխատում որպես վարչապետ հնարավոր չի։ Հիմա ում են հանելու, թե էլ արդեն չեն ուզում շոու սարքել, հասկանում եք, բա մենք չիմանանք այդ 100 դպրոցը, 300-ը չի, 100-ն է, բայց այդ 100 դպրոցը ինչ որակով է աշխատել, ինչու չեք ներկայացնում այդ 100-ի ցանկը, ինչու ես բազմիցս դիմել եմ, չեն տալիս, չեն տրամադրում, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ քաղաքացին հետևից կգնա, քաղաքացին կիմանա եւ սիրելի հանրություն, խնդրում եմ պարզապես ամեն մեկը ձեր տեղում, ձեր բնակավայրում, եթե ձեր բնակավայրում է գտնվում այդ իրենց հայտարարած հիմնանորոգած, վերանորոգած, վերակառուցած դպրոցներից որևէ մեկը, այդ դպրոցների վիճակի ինչ որակով են հանձնվել այդ դպրոցները, շահագործված են թե չէ, դրանց մասին որևէ տեղեկատվություն Facebook-ով տվեք կամ ինձ ուղարկեք, պարզապես հետաքրքիր է իմանալ։ Եվ մյուս բանը, որի մասին կուզեի խոսել, էլի Տիկին Անդրեսյանի երեկվա հայտարարությունից ասում է, մենք սևով սպիտակի վրա գրել ենք, որ մեր կրթական բուհերում ունենալու ենք, պետական բուհերում ունենալու ենք 100% անվճար ուսուցում, ապահովելու ենք անվճար ուսուցումը պետական բուհերում։ Ինքը մոռանում է, որ սևով սպիտակի վրա գրել են, որ
արդեն մինչև 26 թվականը պիտի ունենային այդ նույն ընդ որում այդ խոսքը գնում է այդ նույն օրենքի մի ուրիշ բաժնի մասին, որի մասին ես խոսեցի։ Այդ նույն օրենքի այդ սևով սպիտակի գրվածներից էին այդ իմ թվերը 23 թվականին 92-ը, 24 թվականին 198-ը կամ 179, 26 թվականի սկզբին կամ 25 թվականի ավարտին 300-ը։ Այդ նույն օրենքի մի ուրիշ կետում իրեն գրել են, որ այո 100% պետական ֆինանսավորմամբ կունենան մինչև 30 թվականը, մինչև 8 բու։ Բայց մոռանում է Տիկին Անդրեասյանը, որ խոսքը գնում է ակադեմիական քաղաքում գործող 8 բուհերի մասին։ Ակադեմիական քաղաք, որը պատրաստ է լինելու լավագույն դեպքում 30 տարի հետո, ինչպես հայտարարել է գերմանական այն կազմակերպության ներկայացուցիչը, ով ում հետ պայմանագիր է կնքվել ակադեմիական քաղաքը կառուցելու, շինարարական աշխատանքներն իրականացնելու համար։ Այդ մարդիկ ասում են, որ այո, մենք ենք կառուցելու, մեզ հետ է այդ պայմանագիրը, բայց դուք լավագույն դեպքում կունենաք շենքերը, շինությունները 30 տարի հետո։ Հիմա դուք 30 տարի հետո ակադեմիական քաղաք ունենալու պարագայում խոսում եք 30 թվականին 8 պետական բուհերում անվճար կրթություն ապահովելու մասին, ընդ որում դրանք ակադեմիական քաղաքում։ Լսեք, գոնե ձեր ասած հին ու նոր նախադասությունները, ձեր ասած հին ու նոր մտքեր իրար կողքի դրեք, որ այդքան ակնհայտ մեկը մեկին չհակասի։ Ձեր ընդունած օրենքները մեկ-մեկ կարդացեք, ձեր ընդունած սպիտակով սևի վրա կամ սևով սպիտակի վրա գրած թվերը մեկ-մեկ նայեք, որպեսզի մեկը մեկին այդքան չհակասի եւ ինքներդ այդպիսի ծիծաղելի իրավիճակում չհայտնվեք, էլի Տիկին Անդրեասյան։ Ինչպես կարելի է խոսել սևով սպիտակի վրա գրված խոստումների կատարման մասին, երբ այսօր արդեն ձեր թղթի վրա գրված թվերից ոչ մեկը իրականություն չեն, ոչ մեկը կյանքի չեն կոչվել։ Հիմա դուք խոսում եք հետոյի մասին եւ ելի եմ կրկնում, սիրելի հայրենակիցներ, իրենք այս ամեն ինչը անում են ոչ թե այս ամեն ինչին հասել են ոչ թե չկարողանալու արդյունքում, այլ հենց ծրագրով եկել են բարձրագույն կրթական համակարգը քանդելու, եկել են կրթական համակարգը քանդելու, եկել են մարզերից երիտասարդության արտագաղթը դեպի Երևան կամ երկրից դուրս ապահովելու, եկել են ապահովագրական համակարգի մասին են խոսում, ամբուլատորիաները փակում են, ապահովագրական համակարգի մասին են խոսում, մարզային բուհերը բոլորը միավորում են մեկ ամեն մարզում թողնելով մեկ բուժական հիմնարկ։ Այս ամենը միայն եւ միայն մեկ նպատակ ունի։ Ամեն ինչ անել, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարվեն, որպեսզի 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու պահանջը կատարեն, մարզերը դատարկեն, որ ադրբեջանցիները գան մարզեր, որպեսզի եկեղեցին իր ուժը հանրության, եկեղեցու նկատմամբ հանրության վստահությունը կորի, որպեսզի իրենք վերարտադրվեն, մնացած չտվածն էլ, թշնամուն չհանձնացնել, հանձնեն, սա է միակ եւ անկրկնելի իրենց նպատակն ու իրականացումը եւ դրա համար սիրելի ժողովուրդ մենք պետք է անպայմանորեն առնվազն արտահերթ հերթական ընտրություններում մասնակցենք եւ անպայմանորեն տանք մեր ձայնը այնպիսի ուժի, ով ազգային պետականամետ ուժ է իրենից ներկայացնում, ով այնպիսի ներուժ ունի իր թիմում, որ կարող է երկիր այս մարտահրավերներից դուրս բերել եւ միշտ հիշեք, ձեր չմասնակցությունը դա նույնն է, թե եւ մասնակցել եւ գնացել եք ԿՊ-ին ձայն եք տվել, այնպես որ բոլորս պետք է անպայման մասնակցենք ընտրության եւ ոչ մի պարագայում Նիկոլին շանս չտանք վերարտադրվելու։ Եվ ինքնուրույն մի վերջին հարց այս օրերս Ալեն Սիմոնյանի ծննդյան տարեդարձն է եւ այդ ծննդին նաեւ ասեմ ժողովրդի մասնակցել է Արուշ Արուշանյանը, Քաջարյանի համայնքապետը, ձեզ համար հասկանալի է այս ամենին, նմադիր էին, պայքարում էին, այս իրականության հետ կապված ասելիք ունեք եւ նաեւ շփոթությունը այն իրականության մեջ, որ այդքան դուք էլ խոսեցիք սոցիալական սարսափելի խնդիրներից, դուք էլ խոսեցիք այս թոշակառուների եւ ոչ միայն առողջապահական խնդիրներից եւ սրան նաեւ
զուգահեռ մեր ռազմագերիների մասին։ Գիտեք, այն որ ինքը իր վարչական ռեսուրսներով այսպես կալանավորելով, դատական քրեական գործեր կարելով տարբեր համայնքի ղեկավարների նկատմամբ, որ փորձում է վախեցնել, լռեցնել, դեպի ԿՊ-ն կողմնորոշել որոշակի համայնքապետերի, այո, դա այդպես է եւ մենք իրավունք չունենք բացառելու, որ ոչ մեկի մոտ դա այդ գործողությունները հաջողության չեն ունենալու։ Որոշ համայնքապետերի վրա աշխատեց այդ տարբերակը, որոշ համայնքապետերի դեպքում չաշխատեց, ինչպես օրինակ Մամիկոն Ասլանյանի դեպքում, ինչպես օրինակ Փարաքարի ղեկավարի դեպքում, որին արդեն ի վերջո սպանությամբ, այսինքն նրան սպանեցին, հասկանում եք, տարբեր մեխանիզմներ են կիրառում, որոշ մեխանիզմներ աշխատում են որոշների պարագայում, որոշ մեխանիզմներ չեն աշխատում, որ ուրիշների պարագայում մեխանիզմ, այնպես որ գնահատել, ասենք, այդ ուժերի, այդ քաղաքի համայնքի ղեկավարների արածը Աստված իրենց կպատժի, ես համոզված եմ, որ ամեն մեկը ԿՊ-ին աջակցելով, ամեն մեկը այս դավաճան իշխանություններին որևէ կերպ աջակցելու պարագայում ինքը ստանալու է իր տեղում, իր ժամանակին իր պատիժը, իր չափով, ոչ մեկը չի խուսափելու այդ պատժից, որևէ մեկը, ով աջակցում է երկրի դավաճանությունը, որևէ մեկը, ով դավաճանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, պղծողին աջակցելով մեր երկրին, նա անպատիժ չի մնալու, էլի եմ կրկնում, ամեն մեկը իր տեղում, իր ժամանակին, իր չափով, հաստատ իր պատիժը ստանալու է, այնպես որ թողնենք մարդը իրենք իրենց պատիժը կստանան, եթե նրանք նման պատժի արժանի են, իսկ որ կստանան արժանիները այդ պատիժները ոչ մեկը թող չկասկածի։